Եթերում հերթապահ մասաղորդաշարի կիրակնյուրյա թողարկումն է, բարև ձեզ, հաղորդման մեջտեղ գտած նյութերը նախ ամփոփ տեսաշարով։ 80-ականների վերջ 90-ականների սկիզբ սահմանամերձ շրջանների ներքին գործերի բաժինների աշխատակիցներին միանգամից երկու պարտք էր մղում սահման՝ հայրենիքի հանդեպ որդիական պարտքն ու հայրենակցին պաշտպանելու մասնագիտական պարտքը։ Նրանցից շատերն այսօր էլ շարունակում են ծառայությունը ոստիկանությունում։ Տնից գողություն էր եղել, նույնիսկ հետքեր էին թողել ու մեծահասակները հավատացել էին, որ իսկապես գող է մտել տուն։ Զննությունից հետո սակայն քրեական հետախույզներն այլ բան կասկածեցին, հետո պիտի պարզվեր, որ մեղավորը համակարգիչն է։ Հարվածներից անգամ դանակներ կոտրվել, նախկին ընկերների հարաբերությունները սրվել էին դանակի շեղբից էլ ավելի ու պատճառներ կային, բայց ծանր հետևանքի հանգեցրած լուծումներ անօրինական։ Այսօր բոլոր տեսակի հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենսգրքերով և ծագած բոլոր տեսակի հարցերն էլ կարող են լուծվել օրինական, այլ կերպ ասած քաղաքակիրթ եղանակով։ Իսկ երբ մարդիկ փորձում են վիճահարույց հարցերը լուծել սեփական իբր ավանդույթային չգրված օրենքներով, հաճախ մեջտեղում մնում է միայն քրեական օրենսգիրքը։ Նման մի պատմություն էլ բացահայտեցին վաղարշաբաթի քրեական հետախույզները։ Հունիսի 15-ին կեսգիշերն անց վաղարշաբաթ բժշկական կենտրոնից ոստիկանության վաղարշաբաթի բաժին ահազանգ ստացվեց։ Կրծքավանդակի և որովայնի կտրած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել մոտ 30-ամյա երիտասարդ։ Ահազանգ ստանալուց անմիջապես հետո օպերատիվ խմբով մեկնեցինք հիվանդանոց, սակայն տուժողից որևէ բան ճշտել չհաջողվեց, քանի որ վերջինս գտնվում էր բժիշկների հսկողության տակ և ի վիճակի չէր որևէ բան խոսելու։ Նախ պարզեցինք տուժողի ինքնությունը, որից հետո դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարեցինք աշխատանքներ, սակայն որևէ բան պարզել չհաջողվեց, քանի որ վերջինիս հիվանդանոց տեղափոխողները տուժողին հայտնաբերել էին արդենից վնասված վիճակում և որևէ տեղեկություն դեպքի վերաբերյալ չունեին։ Շուտով հայտնաբերվեց և ոստիկանության բաժին հրավիրվեց դեպքի միակականատեսը, դանակահարության պահին տուժողի հետ եղած կինը, որը սակայն ինչպես պարզվեց, մթության մեջ չէր կարողացել տեսնել կամ ճանաչել կասկածյալին։ Սամվելը ինձ ասեց արի 10 րոպեով առանձնանանք, ասեց գնանք զրուցելու բան կա։ Միասին դաշտ են գնացել, իրար հետ մի 10 րոպեի չափ նստած զրույց էինք անում, այդ ընթացքում ասեց ինձանից ներողություն խնդրեց, ասեց տուալետ իջնեմ գամ, այդ ընթացքում որ դուռը բացեց, որ պետք է իջներ, շատ գազազած ձևով հարձակվավ իրա վրա, ասեց մերի ու հայոյեց իրան։ Ու այդ ընթացքում ես դողալով դուռը բացել եմ ու փախել եմ ես վախից ու զանգահարել եմ ընկերուհուս, ասել եմ տղաներին ասա թող շուտ հասնեն, ստե կռիվ ա գնում, ասի Սամվելի վրա են հարձակվել։ Մի քանի ժամ տևած համալիր գործողությունների արդյունքում քրեական հետախույզներին հաջողվեց արժանահավատ տեղեկություններ ստանալ, ինչը նրանց թույլ տվեց կարճ ժամանակում գտնել կասկածյալի հետքը։ Դեռ մեկ օր էլ չէր անցել, երբ դեպքը բացահայտվեց։ Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ դեպքը տեղի ունեցել Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում։ Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև, որ կասկածյալը նույնպես նույն գյուղից էր։ Տարվեցին համապատասխան բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նույն օրը կեսօրն անց կասկածյալը ներկայացավ ոստիկանության վաղարշաբաթի բաժին։ Մեղայականով ոստիկանության վաղարշաբաթի բաժին ներկայացածը 1982 թվականին ծնված Աշոտ Բադալյանն էր, իր ասելով տուժողի մանկության ընկերը։ Համենայն դեպս այդպես էր մինչև վերջերս, երբ խիստ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի հետևանքով երբեմնի ընկերների հարաբերությունները խզրվել էին, վերածվելով թշնամանքի։ Տեղի ունեցածից որոշակիորեն սթափված և արդեն իսկ զղջացող Բադալյանը ոստիկանությունում մանրամասնեց կատարածը։ Նախկին ընկերների տևական լարվածությունն ու հեռակա թշնամանքն ի վերջո հանգուցալուծվեց հունիսի 15-ին, երբ պատահմամբ հանդիպեցին գյուղի ժամանցի վայրերից մեկում, որտեղ և Բադալյանի նյարդերը տեղի տվեցին։ Պատահական գնացել եմ մեր գյուղ գարեջրատուն, ես գնացի նստան տենամ ինք եկավ հոր մեքենայով։ Ես այդ ամեն ինչ արդեն գիտեի էլի, բայց չգիտեի ոնց վարվեմ, ոնց վերաբերվեմ իրա հետ։ Ինքը որ եկավ իրա հետ հելավ գնաց, խնդալով, մի պահ թվաց ին վրեն ա խնդում, գնաց իրանց հողիկում։ Չկարողանալով կուլ տալ ընկերոջ հասցրած անարգանքը, Բադալյանն իր ասելով արդեն իսկ չգիտակցելով ոչ անելիքը, ոչ էլ արարքի լրջությունը, սկսել էր խելակորույս հետապնդել նրանց։ Ասի գնամ պատժեմ երկուսին հետ, գնացի, կանգնել եմ իրանց մեքենայի մոտ։ Գնացի կայնած ես, որ ինքը հելավ դուրս կայնավ, արդեն կանգնեց դեմս։
ավտոմատ կերպով, չգիտեմ, դանակը հանեցի։ Ու տենց մի հատ հարվածեցի, էլ չեմ հիշում։ Մեկ էլ վերջում եմ սթափը, ասենք, որ ասում էր, իշք էլ երեխեքս մեղք են, մի սպանի ինձ, այդ պահին եմ սթափը, դանակը ձեռից սնգել ու ես դեպքի վայրից հեռացել եմ։ Ըստ նախնական վարկածի 9 հարված հասցնելուց հետո Բադալյանը դեն էր նետել ջարդված դանակն ու հեռացել։ Կարճ ժամանակ անց սթափվելով տեղի ունեցածից Բադալյանն իր ասելով սկսել էր փոշմանել, բայց ոչ թե արարքի, այլ նախկին ընկերոջը պատժելու եղանակի համար։ Կարելի էր ուրիշ ձև անել, պրոստը ես այդ նպատակը չունեի, որ յան, ասենք, սպանելու նպատակ չեմ ունեցել։ Ես կուզենայի օրինակ յան նվաստացնել, я դիմակը պատռեի բոլորի առաջ։ Զնությամբ դեպքի վայրից հայտնաբերվեց ու արգրավվեց հանցագործության գործիք դանակի մի մասը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Աշոտ Բադալյանը կալանավորված է, քննությունը շարունակվում է։ Կախվածություն հարուցող յուրաքանչյուր երևույթ դիտվում է որպես հիվանդություն։ Նույն տրամաբանությամբ արդեն հիվանդությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցրել նաև համակարգչային կախվածությունը։ Բայց խոսքն այսօր ոչ թե կախվածության, այլ կողմնակի ազդեցության մասին է։ Գաղտնիք չէ, որ մեր օրերում համակարգչային խաղերը երեխաների համար շատ ավելի գրավիչ են, քան օրինակ գրքերը։ Խաղում են բոլորը, նույնիսկ մեծահասակները։ Շատերի համար դա ժամանցի տեսակ է, բայց կարող է դառնալ իրական չարիք։ Համակարգչային խաղերը բազմատեսակ են։ Մի խաղում վարորդ ես, մյուսում զինվոր, մի ուրիշում պարզապես մարդասպան։ Այս խաղերը դեռահասների համար կարող են վերածվել մոլուցքի, բոլոր բացասական հետևանքներով։ Համակարգչային խաղերով տարվելը նպաստում է երեխայի մեջ բացասական հատկությունների զարգացմանը, բռնության եւ էժան խայծերին կուլ գնալու հակումներ, բարոյական արժեքների համակարգի խախտում, իրականն ու հորինվածը տարբերելու անկարողություն, բոլորի վրա իշխելու ցանկություն եւ այլն։ Աշխարհում բազմաթիվ դժբախտ պատահարներ են եղել համակարգչային խաղերի հետևանքով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 16-ամյա աշակերտը կտրել է համադասարանցու կոկորդը։ Օկլահոմայի նահանգում դեռահասին գտել են ինքնասպան եղած, նրա հագին եղել է համակարգչային խաղերի հերոսներից մեկի Բեթմենի զգեստը։ Մեկ այլ երկրում էլ դեռահասը սպանել է մի նկարչի, ըստ նրա նկարիչը ցանկացել է սպանել սարդ մարդուն։ Բացի մահվան ելքով պատահարներից համակարգչային խաղերի նկատմամբ մոլուցքից կարող են բխել այլ խնդիրներ, դրանք դեռահասին կարող են դրդել նաև հանցագործության։ Վերջերս Մեծամոր քաղաքում այսպիսի մի դեպք գրանցվեց։ Հունիսի 11-ին քաղաքի մի բնակչուհի դիմեց ոստիկանության Մեծամորի բաժին։ Հայտնում էր, որ իրենց տնից գողություն են կատարել։ Գողացել են 3 ոսկյա շղթա, 3 կախազարդ, 3 զույգ ոսկյա ականջող, 6 մատանի։ Պատճառել էին մոտ 450,000 դրամի վնաս։ Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ամեն ինչ տակնու վրա էր, բոլոր դարակները բացված էին, իսկ պահարանի վրա ինչ-որ գործիքի հետքեր կային։ Հետաքրքիրն այն էր, որ մատնահետքերը պատկանում էին միայն ընտանիքի անդամներին։ Շուտով օպերատիվ տեղեկություն ստացվեց։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հնարավոր է նշված հանցագործությունը կատարած լինի տուժողի որդին։ Վերջինս ներկայացվել է ոստիկանության Մեծամորի բաժին եւ ապացույցների ճնշմատակ խոստովանել իր կատարած հանցանքը։ Հովհաննեսը ոստիկաններին պատմեց դեպքի մանրամասները։ Համակարգչով սիրում էր խաղալ։ Տանկեր կոչվող խաղում սկզբում սովորական զինվոր էր եղել։ Կոչումներ եւ պարգևներ ստանալու համար անհրաժեշտ էր գումար փոխանցել խաղին։ Գումար չի ունեցել։ Վերջին 9 ամիսների ընթացքում տնից գաղտնի հափշտակել էր ոսկեղեն ու վաճառել, իսկ գումարը փոխանցել խաղին։ Եվ այսպես պարբերաբար գումար մուտքագրելով հասել էր գեներալիսիմուսի կոչման։ Աշխարհում այս խաղի առաջատարներից է համարվում։ Հովհաննեսը այս քայլին դիմել էր անգիտակցաբար, իսկ երբ հասկացել է, որ ընտանիքի անդամները վաղ թե ուշ գլխի կընկնեն, դիմել էր այսպես ասած իմիտացիայի։ Տանը տակնու վրա էր արել ամեն ինչ, բացել էր բոլոր դարակները, իբր հանցագործները փող ու ոսկորեն են փնտրել։ Պահարանին մի քանի հարված էր հասցրել հանցագործության ավելի բնական վայր ստանալու համար։ Տնեցիներն այս ամենին հավատացել էին։ 17-ամյա Հովհաննեսը զղջում էր արածի համար, չի գիտակցել, տարված է եղել խաղով։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, 1997 թվականին ծնված Հովհաննեսը ստորագրությամբ բաց է թողնվել։ Հարգելի ծնողներ, ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ։ Դեռահասների ազատ ժամանակը կազմակերպեք ավելի օգտակար եղանակներով։ Թույլ մի տվեք նրանց տարվել խաղերով, որովհետև դրանք ունենում են անկանխատեսելի հետևանքներ։ 80-ականների վերջ, 90-ականների սկիզբ ժամանակները հերոսական ու բուռն էին, եւ ազգային գաղափարներով տոգորված, հաճախ զգացմունքներով առաջնորդվող հայորդիների կողքին կանգնելու, նրանց անվտանգությունն ապահովելու գործը դրված էր միլիցիայի, մասնավորապես սահմանամերձ շրջանների ներքին գործերի բաժինների վրա։
Ծառայողական պարտականություններին զուգահեռ միլիցիայի աշխատակիցները դառնում էին սահմանապահ մարտիկներ։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը դարձել էին կրակի թիրախ, Ոսկեպար, Կիրանց Վազաշեն, Սարիգյուղ։ Սահմանը սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության տարածք էր, և տավուշցի ոստիկանները նաև զինվոր էին։ Թանկ ու անդառնալի կորուստներ կրեցին։ Ոսկեպարում միլիցիայի 20 աշխատակիցներ ընկան դավադիր ծուղակը, 11-ը զոհվեցին, մյուսները գերեվարվեցին ու իրենց վրա զգացին ադրբեջանական բանտերի դժոխքը։ Այն հերոսական տարիներին սահման պահող զինվոր դարձածներից շատերն այսօր շարունակում են ծառայությունը ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ու ենթակա ստորաբաժանումներում։ Նրանց հետ հանդիպեցինք ոստիկանության Իջևանի բաժնում, բակում կանգնեցված իրավակարգի զինվորին հուշակոթողին ծաղիկներ դրեցին ու մեզ ուղեկցեցին սահման։ Թավշյա կանաչի, այգիների ու վարդերի մեջ կորած տարածքն այսօր անցյալից ոչինչ չի հիշեցնում։ Հեռվում սահմանամերձ գյուղերն են, մի քանի 100 մետր այն կողմ սահմանն է։ Գեղեցիկ շռայլ բնությունը, շուրջը տիրող անդորը, որ խախտվում է միայն թռչունների երգից, անհարիր է մեր ուղեկիցների պատմություններին, իսկ նրանք, որ մանրամասն միլիմետր առ միլիմետր գիտեն և միլիմետր առ միլիմետր սիրում են այս տարածքն ու միշտ պատրաստ են այն պաշտպանել, հիշում են։ Եվ բոլորը այս տարածքը, այս առանցքը, բոլորը պաշտպանում են միլիցիայի աշխատակիցները։ Բոլորը անխտիր։ Ստեղ ունեցել ենք նաև ծանր հրետանի մի քանի մարտական։ Ստեղ ունեցել ենք մի քանի տասնյակ զոհեր, տասնյակ, երևի 20-22 հատ զոհ ենք ունեցել, վիրավորներ ենք ունեցել միլիցիայի աշխատողներից։ Այսինքն քնել չկար միլիցիայի աշխատակիցներին համարակայել էր ասել, որովհետև գիշեր-ցերեկ պետք է սահմանները պահպանել եւ անդորը մեր պետության, հանրապետության եւ նաեւ ժողովրդին պետք է սպասարկել հանցագործ աշխարհից հեռու բայել։ Երբեք մեր մտքով չի անցել, որ հերոսություն ենք անում մեր սահմանները, մեր գյուղերը պաշտպանելով։ Բա ինչ պետք է անեինք, հո ուրիշի հայրենիքի համար չէինք կռվում։ Պատերազմը իսկապես ահավոր բան է, բայց երբ վտանգի մեջ է տունդ, հայրենիքդ, վայրկյան անգամ չես մտածում վախի մասին, մահվան մասին։ Գիտակցումը մեկն է, հայրենիքի առջև ունեցած պարտքդ պետք է կատարես։ Այս մոստից երկաթգծի մոստն է, Հայաստանի մուտքը, որ գալիս էր դեպի Իջևանի կայարանը երկաթգծի։ Իրանք այդ մոստից օգտվում էին, հետո պարզվեց, որ այդից տեխնիկա են բերում, զենզինամթերք են բերում իրանց այս գյուղը Բարխոդարլու, այդ մոստի այս վերջնամասը փակվեց, դրանից հետո արդեն էլ մուտք չունեին։ Իրանք իրանց այդ եղած ժողովրդին արդեն այս պահակետով գնում գալիս էին ստուգված վիճակում, հետո արդեն լքեցին այս գյուղը ու գնացին Այստեղ բան չմնաց, շարժը ստեղ դադարվեց։ Դրանից հետո այն գյուղից էին կրակում, այն դիմացի գյուղից, դեպ պահակետը մեր։ Պատմում են, հիշում, մտովի տեղափոխվում է անցյալ։ Մի անգամ մեր Վիլիսը գնդակոծության տակ ընկավ, մեքենայի վրա անվնաս տեղ չէր մնացել, գնդակներից ծակծկվել էր, և փորձում էինք շրջափակումից դուրս գալ և պատասխան կրակ տեղալ հակառակորդի վրա, հիշում է Արա Ադամյանը։ Այս տղաներից ոչ մեկն իր արարքը հերոսություն չի համարում։ Սարեր չենք շրջել, մեր ծառայությունն ենք կատարել։ Այս սարսափելին մարտադաշտում ընկեր կորցնելն է, դա մեծագույն ցավ է, դրանից հետո ավելի ենք վրեժով լցվում։ Այսպիսին են նրանք, ոստիկանները, իսկ երբ հարկ լինի, հայրենիքի սահմանները պաշտպանողները, հայրենի հողն ամուր պահողները։
Հրաժեշտ են տալիս ոստիկանության սահմանապահ Տավուշի մարզի ծառայողներին։ Նրանք անցել են բոլոր փորձություններով, դժվարություններով, պատերազմի ծանրությունն ու ընկերոջ կորստի ցավ են տարել, վերստին փաստելով։ Մեր ժողովուրդը ամենածանր փորձություններից պատվով դուրս գալու դարավոր փորձ ունի։ Հունիսի 19-ին ոստիկանության կրթահամալիրում հանդիսավոր արարողություն էր։ Ակադեմիայի մագիստրատուրայի արկաուսուցման շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ։ Կրթահամալիրում շարունակվում է նաև 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Դիպլոմները հանձնեց ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։ Շնորհավորելով մագիստրոսի կոչում ստացածներին նա ընդգծեց, որ մեծագույն պատիվ է ծառայել ոստիկանությունում եւ շրջանավարտները պարտավոր են պատվով կատարել իրենց ծառայությունը։ Շրջանավարտներին բարեմաղթակի խոսք հղեց նաեւ կրթահամալիրի պետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, հույս հայտնելով, որ նրանք ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ըստ արժանավուն կկիրառեն գործնականում։ Կրթահամալիրի ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին շնորհակալանքի խոսք ասացին նորընծա մագիստրոսները։ Համոզված եմ, որ այն գիտելիքները, որով մենք ստացանք այս երկու ուսումնական տարիների ընթացքում, մեզ շատ կօգնի, որպեսզի հետագայում աշխատանքի ընթացքում կիրառենք, լինենք ինչպես միշտ ժողովրդի պաշտպանը, նրանց իրավունքների պահապանը, հասարակական կարգի եւ ընդհանուր մարդկության իրավունքների պաշտպանը։ Ինձ համար պատիվ էր ավարտել ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրա։ Մենք մեծ գիտելիքների պաշար ստանալով դուրս ենք գալիս այստեղ որպես արդեն իրավագիտության մագիստրոսներ։ Շնորհակալ ենք ակադեմիայի ողջ անձնակազմին, դասախոսներին, ակադեմիայի կրթահամալիրի ղեկավարությանը մեզ ընձեռած այս հնարավորության համար։ Հավատացնում ենք, որ չենք հուսախաբանի եւ կարդարացնենք մեզ հետ կապած հույսերը ոստիկանության համակարգի ղեկավարության, ինչպես նաեւ մեր դասախոսների կապած հույսերը։ Հանդիսության ավարտին մագիստրատուրայի շրջանավարտները ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին։ Իսկ ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Քննություն հանձնող երիտասարդները վաղը համալրելու են ոստիկանության ծառայողների, հանցավորության դեմ պայքարողների, հասարակական կարգը պահպանողների շարքերը։ Նրանք կրթօջախում ուսումնառության տարիներին ձեռք են բերել ոչ միայն գիտելիքներ, այլև ոստիկանի մասնագիտությանն անհրաժեշտ կամային բարձր որակներ, որոնք կիրառելու են ծառայության մեջ, դառնալով նոր ժամանակների պահանջներին պատասխանող ոստիկանության ծառայող, միաժամանակ շարունակելով ձևավորված լավագույն ավանդույթները։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր, կրթօջախ, որտեղ ձևավորվում է օրենքի գերակայության երաշխավորը, ոստիկանը։ Երաստիճան կրթական համակարգ, ուսումնական կենտրոն, քոլեջ, ակադեմիա։ Ժամանակակից տեխնիկական և ուսուցողական միջոցներով կահավորված լսարաններ։ Բարձրակարգ դասախոսական կազմ, մարտական ու ֆիզիկական պատրաստության վարժանքներ, հարմարավետ բարեկարգ տարածք, ուսումնառության ավարտից հետո երաշխավորված աշխատանք և արժանապատիվ ծառայություն ոստիկանության համակարգում, ընդունելության կարգը և այլ մանրամասներ ոստիկանության police.am կայքում։ Ընտրեք լավագույն կրթօջախ, ստացեք բարձրակարգ կրթություն։ Մարզական միջոցառումների պլանի համաձայն Դինամո մարզական հասարակական կազմակերպությունում հունիսի 15-ից 19-ը անցկացվեց ոստիկանության մինի ֆուտբոլի առաջնություն։
Օլիմպիական մրցակարգով անցկացված առաջնությանը մասնակցում էին ոստիկանության ստորաբաժանումների հավաքական 20 թիմեր։ Լարված պայքարում անցած առաջնության արդյունքներով մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Երևան քաղաքի վարչության Պարեկապահագետային գնդի, երկրորդը Երևան քաղաքի վարչության թիմը։ Եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտության մատնելով երկրորդ մրցանակակրին առաջնության հաղթող ճանաչվեց ոստիկանության զորքերի հավաքականը։ Չեմպիոնական հաղթանակը հնարավոր դարձավ նաև Լյուդվիգ Ահարոնյանի շնորհիվ ու նա ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ։ Տարբեր գծերում լավագույն ճանաչվեցին նաև նրա թիմակից Գևորգ Խաչատրյանը, Պարեկապահագետային գնդից Արամ Գևորգյանը, Լոռու մարզային վարչության թիմից Գոր Խառատյանը և փորձաքրեագիտական վարչության հավաքականի պաշտպան Ռոման Մեհրաբյանը։ Մրցանակները հանձնեց և փակման խոսքով հանդես եկավ Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը։ Դինամոյի պատվավոր կրծքանշանով պարգևատրվեցին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր դինամոյական ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Քայլ առ քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով և ուշով դու կանցար Ճանապարհ շատ երկար Մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ էզուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է անմար Ապտություններով ժամանքին աննկար Եվ հույսի հավատի մեզ պաշտպան Որ խոսում է հաստատ Միշտ խոհեմ աշխատանք իմս փակ Ձեր հոգում բեցան լույսին լույսի սմբաց Տիրոջ կամքով ստեղծված Ոստիկան Բարբիրոց մեզ ոցան Դուք ապրեք կամքով զորեք Դուք նոր է ստեղծված Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։